Բարձր սիրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է, այսօր արդեն հուլիսի 23-ն է, Հայաստանից էլ կարևոր հարցեր ունենք խոսելու, Ուկրաինայից էլ, Իրանից էլ, ինչպես նաև Եմենից, քանի որ հութիները շատ են ակտիվացել։ Հիմա այնպիսի իրավիճակ է ստեղծվում Մերձավոր Արևելքում, որ կարծես բոլորը բոլորի դեմ սկսելու են պատերազմել։ Հութիները կարող է փակեն ցանկացած պահի դել այն կարևոր նեղուցը, որի մասին մենք խոսում էինք, արդեն իսկ արաբական երկրների համար խնդիրներ են բազմաթիվ ստեղծել, այդ հարցը նույնպես կարևոր է քննարկել։ Հայաստանից էլ ինչ ունենք քննարկել։ Օրինակ, քննարկելու թեմա է դատախազության հայտարարությունը Նարեկ Կարապետյանի մասով, այսինքն այս պարզաբանումները մեզ համար չափազանց կարևոր են, թե ինչ է տեղի ունենում Նարեկ Կարապետյանի շուրջ քրեական գործ է իր վրա հարուցվել, հաստատի կխոսենք ավելի մանրամասն կխոսենք, անունսավոր եմ դեռ։ Կարևոր տեղեկություն ունենք ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովից հայտարարություն է արվել Ադրբեջանին ուղղված հայ գերիների մասով, դա նույնպես կարևոր է։ Դրանից բացի կխոսենք, թե ինչ զորավարժություններ են տեղի ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում Մեծ Բրիտանիայից Հայաստան ժամանած զինվորականների մասնակցությամբ հունիսի 29-ից հուլիսի 22-ը եղել են այդ զորավարժությունները եւ այդպես շարունակ մի քանի հարց կա կարևոր Հայաստանից, որը որ մենք կքննարկենք։ Հաջորդը արդեն Իրանն է, Իրանի արտգործնախարարը սուրտ հայտարարություններ է արել, դրանից բացի խորհրդարանի խոսնակ Ղալիբաֆը, նրանց պատասխանել է Մարկո Ռուբիոն շատ ավելի կոշտ եւ շատ ավելի սուր աչքի դիմաց գլուխ հասկացողությամբ։ Միացյալ Նահանգները ավելի ու ավելի են ամրապնդում իրենց ներկայությունը Մերձավոր Արևելքում, նոր ինքնաթիռներ, նավեր, խոսքով մեծ եւ բավականին լուրջ իրադարձություններ են սպասվում, ինչպես արդեն նշեցի, Եմենի շուրջ նույնպես գործողություններ են ակնկալվում։ Միացյալ Նահանգները հիմա նաև քննարկում են Ռուսաստանի մասնակցության հարցը իրանական հրթիռակոծություններին ամերիկյան ռազմաբազաների վրա։ Դա եւս ակտուալ հարց է դարձել Միացյալ Նահանգներում։ Խոսենք Դոնալդ Թրամփի սպառնալիքից Պուտիներին ուղղված, դա էլ բավականին կարևոր հայտարարություն է, այսինքն շատ է հավանականությունը, որ հիմա Միացյալ Նահանգները սկսեն հարված հասցնել Եմենի հութիներին եւ պատերազմը փոխի իր բնույթը, քանի որ նախկինում մենք չէինք տեսնում, որ հութիները ինչ որ ակտիվություն ցուցաբերեն, իմիջիայլոց այդ մասին խոսել է նաեւ Մարկո Ռուբիոն։ Այսինքն մանրամասն կքննարկենք այդ մասին, Ուկրաինայից էլ այսօրվա նոր հարվածներից կխոսենք, որը որ Ուկրաինան հասցրել է Ռուսաստանի Դաշնությանը, անդրադառնանք Մարկո Ռուբիոյի եւ Լավրովի հանդիպմանը, կխոսենք նոր պատժամիջոցներից Եվրամիության կողմից 21-րդ փաթեթն է մտցրել Եվրամիությունը պատժամիջոցների Ռուսաստանի նկատմամբ։ Դրանից բացի կանդրադառնանք Դնեպրապետրովսկում Ուկրաինայի առաջ խաղացմանը, որի շնորհիվ ռուսները բավականին զգալիորեն հետ են շպրտվել, չնայած որ ռուսներն էլ հայտարարություն են անում, թե իբր հաջողություն են գրանցել Դոնբասի շրջանում գրավելով յուղ։ Հիմնականում այս հարցերն ենք ավելի մանրամասն քննարկելու այսօրվա մեր հաղորդման մեջ, անպայման լայքերը դրեք, սիրելի հայրենակիցներ, բաժանորդագրվեք։ Կարծում եմ մոտ 80 բաժանորդագրություն մնաց, որ մենք հասնենք արդեն 47,000-ի, դրա համար ակտիվ կոչ եմ անում բաժանորդագրվել։ Իմիջիայլոց երեկվա մեր երեկոյան հաղորդումը շատ ավելի քիչ մարդ է դիտել։ Այսօրվա մեր Գյորգիի հետ հաղորդումը նույնպես, եւ պատճառը գիտեք հիմնականում ինչի մեջ է։ Պատճառը YouTube-յան ալգորիթմների մեջ է։ Լինում է, որ մենք հաճախ ենք մեկ-մեկ հաղորդումներ անում։ YouTube-յան ալգորիթմները չեն հասցնում լավ տարածել, ակտիվ տարածել մեր հաղորդումները։ Այսինքն տարբեր պատճառներ կա։ YouTube-ի արդեն մասնագետ ենք կամաց դառնում, բայց դժվար է հասկանալ ալգորիթմները։ Սակայն մեկ բան փաստ է։ Եթե դուք դնում եք զանգակը բաժանորդագրվելուց, ապա յուրաքանչյուր մեր հաղորդման մասին միանշանակ տեղեկանում եք։ Հակառակ պարագայում
դուք կարող եք ուղղակի բաց թողնեք մեր հաղորդումները, YouTube-ը որոշի, որ կոնկրետ ձեզ չպետք է ցուցադրի, եւ դուք չեք տեսնի մեր հաղորդումը, եւ կմտածեք, որ Էդվարդ Այվազյանը մի քանի օր է հաղորդումներ չի հրապարակում իր ալիքի վրա։ Դրա համար եմ հետևողականորեն կոչ անում բաժանորդագրվել մեր ալիքին։ Դե լավ, սկսենք դատախազության հայտարարությունից, որ Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը 1 միլիարդ դրամ գրավի մասով, հետաքրքիր հաղորդագրություն է այն առումով, որ բավականին մեծ գումարներ են փաստացի գրավի մասով որոշում է կայացում բավականին մեծ գումարների մասով, եւ այդ հաղորդագրությունից մենք հստակ տեղեկանում ենք նաեւ այն, որ դատախազությունը երեկվա կենտրոնական ընտրական հանձնաժողովի այդ որոշումներից հետո որոշեց հանրային քրեական հետապնդում հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ հավաքներին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռվել եւ առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման կատարելու հատկանիշներով։ Այսինքն սա այն է, ինչի մասին մենք խոսում էինք։ Կոնկրետ ընտրակաշարքի մասին է խոսքը։ Այսինքն ընտրակաշարք բառը չկա, բայց ընդհանուր փողերի լվացում, փողերի շրջանառություն, նյութապես շահագրգռել եւ այլն եւ այդպես շարունակ։ Մեկ կարևոր պարզաբանում կենտրոնական ընտրական հանձնաժողովի երեկվա որոշումից կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի մերժել Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու հանձնառության համաձայնություն ստանալու վերաբերյալ դատախազության միջնորդությունը, այլ հանձնաժողովը որոշել է վերադարձել համապատասխան միջնորդությունը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը արձանագրել է, որ Կարապետյանին ազատությունից զրկելու հանձնառություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումը իր լիազորությունների շրջանակներից դուրս է։ Կա նաև մեկ այլ կարծիք, որ Նարեկ Կարապետյանի մասով, եթե իրեն զրկելու են ազատությունից, քրեական հետապնդում է հարուցվելու, ապա պետք կլինի արդեն խորհրդարանի որոշումը, падգամավորների քննարկությունը։ Իրոք այնպիսի իրավիճակի հիմա ստեղծվել Հայաստանում, որ փոքր բարդ իրավիճակ է եւ սա աշխարհակաղակական զարգացումների եւ այդ անդիմադիր կոչվածների ակտիվության շարունակությունն է, քանի որ աշխարհակաղակական մեծ փոփոխությունների հետևանք էր այս ամենը։ Ռուսաստանը ուզում էր փոփոխություններ Հայաստանում եւ հիմա ստանում է այն, ինչին իրենք ձգտում էին, ինչին իրենք այդքան երկար նախապատրաստվել էին եւ բնականաբար մեզ համար էլ ակնհայտ էր, որ իրենք կտապալվեին եւ հիմա այդ ռուսական ընդդիմությունը հստակ վտանգ ներկայացնելով Հայաստանին պետք է չեզոքացվի եւ այդ ուղղությամբ է շարժվում Հայաստանի իշխանությունը։ Ես ահա այսպես եմ տեսնում ամեն ինչ, այսպիսի գնահատական կարող եմ տալ քաղաքական առումով, կրկնեմ, իրավական առումով, բնականաբար չեմ ցանկանում, քանի որ դա իմ ոլորտը չէ, բայց այն բազմաթիվ հաղորդագրությունները ընտրակաշառքների վերաբերյալ սա եւս հստակ վկայում է մեկ բանի մասին, որ ճիշտ է աշխարհակաղակական եւ քաղաքական բաղադրիչ կա այդ ամենի մեջ, բայց կոնկրետ հստակ կարելի ասել նաեւ դետոնե ապացույցներ կան նաեւ իրավական դաշտում, որ կոնկրետ հանցանքներ են տեղի ունեցել եւ դրանց հիման վրա հարուցվում են քրեական գործերը եւ տեղի ունենում հետաքննություն, այսինքն դատարկ օդի վրա միայն քաղաքական բաղադրիչով աշխարհակաղակական մասով այդ ամենը տեղի չի ունենում։ Կոնկրետ գործողություն է տեղի ունեցել, գործողություն արտաքին միջամտության, կոնկրետ գործողություն օրենքի խախտման բազմաթիվ դեպքերով, դրա համար այսպիսի քրեական գործեր են հարուցվել։ Միայն քաղաքական ուղղակի հայտարարությունների մակարդակով ամեն ինչ չի եղել, որ ասենք թե գիտեք քաղաքական հետապնդումը, սա հետընթաց է ժողովրդավարությունից եւ այլն եւ այդպես շարունակ։ Հստակ է, որ օրենքը խախտվել է, օրենքներ են խախտվել, դրա համար տեղի ունենում այն Հայաստանում, ինչ տեղի է ունենում։ Հաջորդ հարցը, որ իմ աչքին ընկավ, դա Միացյալ Նահանգների ներկայացուցիչների պալատի մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովի կոչաներ Ադրբեջանին, որպեսզի Ադրբեջանը ազատ արձակի հայ բանտարկյալներին։
Շերմանը ասել է, որ ինքը հպարտ է, որ պաշտոնապես արտահայտել է իր դիրքորոշումը կոնգրեսում այս հարցի վերաբերյալ եւ ինքը կշարունակի պայքարել Ադրբեջանի կողմից անօրինական եւ անմարդկային, անարդարացի, կալանավորված, խոշտանգված եւ բռնությունների ենթարկված հայերին ազատ արձակելու համար։ Շատ կարևոր հայտարարություն է արել Շերմանը եւ շատ կարևոր է, որ Միացյալ Նահանգների ներկայացուցիչների պալատում մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովը այս հարցը քննարկել է, ճիշտ է, Ադրբեջանը դժվար թե այդ հայտարարություններից իր դիրքորոշումը փոխի, բայց անընդհատ պետք է մենք ճնշում օգտագործենք Ադրբեջանի վրա, սա խաղաղության գործընթացին ոչ մի կերպ չի խանգարելու, ես վստահեցնում եմ ձեզ, կարող Ադրբեջանից նման հայտարարություններ լինեն, բայց ճիշտ հակառակը կօգնի նույնիսկ ամրապնդել խաղաղության գործընթացը։ Դա արդեն ստանում է համամարտկային բնույթ այս իրավիճակը գերիների աղբանտարկյակների եւ դրա համար թե Եվրոպան, թե Միացյալ Նահանգները այս հարցը քննարկում են։ Եվ բնականաբար շատ կարևոր է, որ մեր հայկական համայնքները թե Եվրոպայում եւ թե Միացյալ Նահանգներում շատ ակտիվ գտնվեն այս հարցում։ Հաջորդ հարցը բավականին հետաքրքրեց ինձ, դա հունիսի 29-ից հուլիսի 22-ը Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում տեղի ունեցած զորավարժություններն են, զինված ուժերի ստորաբաժանումների հրահանգիչների համար նախատեսված հրահանգչական մեթոդական դասընթացները, եթե ավելի ճիշտ ասենք ինչի մասին է խոսքը, որը որ վարել են Մեծ Բրիտանիայից ժամանած խորհրդատվական եւ հրահանգչական խմբի ներկայացուցիչների կողմից, որը որ վարել են կոնկրետ այդ ոլորտի մասնագետները Մեծ Բրիտանիայից։ Սա էլ նշանակում է այն, որ հայկական բանակը վերափոխվում է, բավականին լուրջ ձևով վերափոխվում է, թե նախկինում մենք միայն ռուսական հին, նույնիսկ խորհրդային մոդելով ենք կառուցում մեր բանակը, հիմա տեսնում ենք, որ ամերիկացիների հետ կա համագործակցություն, ֆրանսիացիների հետ կա համագործակցություն, Հունաստանի հետ կա, նախկինում էլ մի փոքր Հունաստանի հետ կար, Մեծ Բրիտանիայի հետ կա, իրոք այս յուրաքանչյուր լուրը տեղեկությունը մեզ ուրախացնում է։ Հիմա ձեր թույլտվությունից անցնենք Իրանին վերաբերող հարցերի քննարկմանը։ Երեք շատ կոշտ հայտարարությամբ են հանդես եկել Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղիր Ղալիբաֆը, ով սիրում է սուր հայտարարություններ անել Միացյալ Նահանգների հասցեին, ինչպես նաև Իրանի արտգործ նախարար Աբբաս Արաքչին։ Ղալիբաֆը ասում է, որ տարածաշրջանում, որտեղ մենք չենք կարող նավթ վաճառել, ոչ ոք նավթ չի կարող վաճառել։ Տեսնես, դա վերաբերվում է Ադրբեջանին, թե չէ, կարծում եմ Ադրբեջանը նայի նկատի չունի, Պարսից ծոցի երկրները ավելի ճիշտ, բայց հետաքրքիր է։ Իր տարածաշրջանում է նաև Ադրբեջանը, Իրանի համար տարածաշրջանը նաև Ադրբեջանը։ Նա ասում է, որ եթե մեր անվտանգությունը ապահովված չէ, ապա ոչ մի ենթակառուցվածքային օբյեկտ անվտանգ չի լինի։ Սա սպառնալիք է հստակ Պարսից ծոցի երկրներն, ովքեր որ նավթ են արտահանում եւ դրանից բացի սպառնալիք է իրենց էներգետիկ համակարգին, ոչ միայն նավթին, այլ նաև գազին, էլեկտրականությանը, ջրային համակարգերին, գիտեք, որ ծովերը դարձնելու համար, պիտանի խմելու համար հատուկ մեծ կարելի ասել գործարաններ են օգտագործում, թիրախավորել է Իրանը ոչ մեկ անգամ նաև այդ գործարանները եւ ահա այսպիսի հայտարարություն է արել Ղալիբաֆը, ասելով, որ Հորմուզի նեղուցի անվտանգությունը հնարավոր է միայն ամերիկյան ուժերի բացակայության պայմաններում։ Նման ոճի հայտարարություն է արել նաև արտգործ նախարար Աբբաս Արաքչին, նա ասել է, որ Իրանի դեմ ցանկացած ագրեսիա, այդ թվում երկրի ենթակառուցվածքների վրա հարձակում, կարժանանա վճռական հզոր եւ որոշիչ պատասխանի։ Ցանկացած երկիր, որը կմասնակցի նման ագրեսիայի կամ կաջակցի այդ ագրեսիային, կդիտարկվի որպես օրինական թիրախ։ Կարծում եմ այստեղ էլ թաղածեր բանալու իմաստ չկա,
Երկուսի հայտարարությունն էլ վկայում է մեկ բանի մասին, որ Իրանը ավելի կոշտ ձևով պատրաստվում է հարված հասցնել Պարսից ծոցի ցանկացած երկրի։ Սա է նոր իրականությունը Մերձավոր Արևելքում եւ սրան պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն պատասխանել է Մերձավոր Արևելքի սիրած ոճով, ինչպես որ սիրում են, այդ ոճով արձագանքել է այդ հայտարարությանը իրենց հասկանալի լեզվով, ասել է, որ Արաքչին ասում է իրենց քաղաքականությունը հիմնված է աչքի դիմաց աչք սկզբունքի վրա։ Իսկ Թրամփի քաղաքականությունը Մարկո Ռուբիոն ասում է, որ Թրամփի քաղաքականությունը աչքի դիմաց գլուխ սկզբունքի վրա է հիմնված։ Նրանք շատ ծանր գին կվճարեն, ասել է Մարկո Ռուբիոն։ Շատ լուրջ սպառնալիք է հնչեցրել Մարկո Ռուբիոն, հստակ ասելով, որ աչքի դիմաց գլուխ է լինելու։ Եվ մենք հիմա տեսնում ենք, թե ինչ մեծ նախապատրաստություն է տեսնում Միացյալ Նահանգները նոր հնարավոր պատերազմի համար, չնայած որ կոնգրեսում փորձում են դեմոկրատները օրենք ընդունել, որ փորձեն խանգարել նոր ռազմական գործողություններին, բայց ահռելի մեծ պատրաստականություն է գնում Իրանի դեմ պատերազմի։ Ու հա այստեղ մեջ է ընկել նաև ով հուտիները, Եմենի հուտիները, որը որ նախկինում չունեինք մենք։ Ավարտենք Իրանի հարցը, արդեն հետո նոր անցնենք հուտիներին։ Ուրեմն իրանցիները հայտարարել են երեք, որ իրենք հարված են հասցրել Քուվեյթում ամերիկյան անօդաչու թռչող սարքերի բազային։ Դրանից բացի իրանցիները հայտարարում են, որ Քուվեյթում հարված է հասցվել նաև Patriot համակարգերին, հակաօդային պաշտպանությանը։ Իսկ Միացյալ Նահանգները հայտարարել են, որ 12-րդ ալիքն են հարվածի հասցրել Իրանին։ Հիմա խոսենք հուտիներից։ Հուտիներն էլ իրենց հերթին հայտարարում են, որ Սաուդյան Արաբիայի 2 տանկեր են խոցել։ Հիշում եք, 2 օր իրենք հայտարարում են այն մասին, որ Սաուդյան Արաբիան վերցնում են նաև ծովային շրջափակման մեջ, հայտարարում են, որ արդեն շատ նավեր խոցափում են Սաուդյան Արաբիայից, պարնում են հակել իրենց ենթակայության մոտ գտնվող, ավելի ճիշտ իրենց մոտ գտնվող այն կարևոր նեղուցը, այն ջրային արտերիան, որը որ աշխարհի համար ավելի կարևոր է, քան Հորմուզի նեղուցը, եւ հուտիները հայտարարել են, որ 10 նավ արդեն հետ է դարձել, քանի որ այդ նավերը նույնպես վախեցել են, որ իրենց կարող է հարված հասցվել հուտիների կողմից։ Մարկո Ռուբիոն հստակ հայտարարել է, որ նախկին պատերազմում, այսինքն նախորդ պատերազմում Իրանի դեմ ամիսներ առաջ հուտիները լուր էին։ Հուտիները Իրանի պրոքսի ուժերն են եւ նախորդ է տվել հստակ, որ լավ կլինի լուր հանկիստ տեղներդ մնաք, թե չէ ձեզ համար իրավիճակը իրոք շատ կբարթանա։ Դոնալդ Թրամփը ավելի կոշտ է սպառնացել հուտիներին, ասելով, որ հուտիները կրկին սկսել են գործողություններ եւ անցած գիշեր կրակ են բացել Սաուդյան Արաբիայի 2 նավի ուղղությամբ։ Ու Թրամփը ասում է շատ հստակ, եթե նրանք կրկին նման բան անեն, Ամերիկայի Միացյալ Նահանգները պատասխանատու կհամարի այդ ամենի համար Իրանին, քանի որ հուտիները Իրանի պրոքսի ուժեր են։ Հստակ ասում է Թրամփը, Իրանը կլինի մեղավոր, քանի որ հուտիները իրանական պրոքսի ուժեր են եւ գործում են Իրանի հրահանգով։ Դրա դիմաց Իրանին, ինչպես նաեւ հուտիներին կհասցվի շատ ավելի ծանր հարված։ Ես կարծում եմ Սոմալիլենդից էլ Իսրայելը կակտիվանա եւ ավելի խոշոր պատերազմ կունենանք։ Ամեն ինչ դրան է գանում իմ պատկերացմամբ։ Հիմնականում Հայաստանը Մերձավոր Արևելքից պատերազմը կա, պատերազմը ակտիվ է, ընդհանուր առմամբ ինտենսիվությունը նախկինի նման չէ, սա մեկ անգամ չէ որ ասել եմ, բայց այս անգամ կարծես շատ ավելի թիրախային հարվածներ են տեղի ունենում, թե Միացյալ Նահանգների կողմից եւ թե Իրանի կողմից։ Ու եթե ավելի լայնածավալ, ավելի լայնամասշտաբ պատերազմ սկսվի, այն միանշանակ կգերազանցի նախորդ պատերազմը մի քանի անգամ։ Հիմնականում այսքանը Մերձավոր Արևելքից։ Հիմա խոսենք Ուկրաինայից։
Այսօր կրկին անհանգիստ էր Ռուսաստանի երկնքում եւ Ուկրաինան շարունակել է իր հարվածները հասցնել Wildberries marketplace-ին, դրա պահեստներին եւ այսօրվա հարվածը տեղի է ունեցել Վորոնեժում։ Իսկ Նովոսպասկ Ուլյանովսկում ուկրաինական անթաշող սարքերը հարվածել են գազային օբյեկտի։ Գազային օբյեկտների վրա հարվածները հաճախակի չէին Ուկրաինայի կողմից, բայց մենք տեսնում ենք հստակ, որ կարող է հաջորդ թիրախը արդեն Ուկրաինայի համար դառնա գազային օբյեկտները։ Ես կարծում եմ գազային օբյեկտները ավելի ձմռան մոտ կսկսեն թիրախավորել ուկրաինացիները։ Հիշում եմ 1 ամիս, 2 ամիս առավելագույն առաջ Զելենսկիի հայտարարությունը այն մասին, որ այս ձմեռը բավականին ծանր կլինի Ռուսաստանի համար, եւ թող Ռուսաստանը պատրաստվի։ Երեկ Միչայլոց խոսակցություն է ունեցել Զելենսկիի, Ստիվ Ուիտկոֆի եւ Կուշների միջև, բանակցություններին է վերաբերվել Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև, այս մասին տեղեկացնում է մեզ Axios-ը։ Առավոտյան հանդիպել են Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը եւ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, քննարկման թեման եղել է Ուկրաինան, ասեմ որ շատ ինչ որ լուրջ հաղորդագրություններ չունենք կամ հայտարարություններ ունենք այդ հանդիպումից։ Ռուսները ասում են, որ մենք տեղեկացրել ենք Միացյալ Նահանգներին, թե ինչ է տեղի ունենում իրականում իրենց ընդմամբ հողի վրա ռազմական գործողությունների։ Միացյալ Նահանգներն էլ պնդել են այն մասին, որ շատ կարևոր է, որ հնարավորինս շուտ այս պատերազմը ավարտվի։ Զելենսկին էլ հայտարարել է, որ Պուտինի շրջապատը անընդհատ հուշում է Ուկրաինային, որ իրենք կողմ են, որ պատերազմը ավարտվի։ Եվ Պուտինն է գլխավոր պատճառը, որ այսօր պատերազմը ընդդեմ Ուկրաինայի շարունակվում է։ Այսօր պարզ դարձավ, որ Եվրամիությունն էլ 21-րդ փաթեթն է պատժամիջոցների մտցրել Ռուսաստանի նկատմամբ։ Այդ պատժամիջոցների ցանկում հայտնվել են 32 ռուսական նոր բանկեր, 1 տարով սառեցվել է նավթի գնի առավելագույն շեմը Ռուսաստանի համար։ Դրանից բացի Եվրամիությունը հստակ թիրախավորում է Ռուսաստանի ստվերային նավատորմին աջակցող նավերին եւ այդպես շարունակ Կայակալասը նույնպես հայտարարությամբ է հանդես եկել այդ պատժամիջոցների մասով, այսինքն Եվրամիությունը ավելի ու ավելի ուժեղացնում է ճնշումները Ռուսաստանի Դաշնության վրա։ Reuters-ը շատ հետաքրքիր տեղեկություն է փոխանցում այն մասով, որ հիմա Միացյալ Նահանգներում սկսեցին հետաքննել հնարավոր մասնակցությունը Ռուսաստանի Իրանի հարձակումներին ամերիկյան օբյեկտների վրա եւ հատկապես արտաքին հետախուզության օբյեկտների վրա Պարսից ծոցում։ Իմիջայլոց այս հարցը նաեւ այսօր ուղղել են Մարկո Ռուբիոյին, փոքր ուսափողական պատասխան է տվել Մարկո Ռուբիոն, բայց կարևոր է այստեղ շեշտել, որ Reuters-ի տվյալներով դեռ վերջնական միանշանակ տեղեկություն չկա Ռուսաստանը ունեցել է հստակ մասնակցություն այդ ամենի մեջ, թե չէ։ Ես կարծում եմ, որ միանշանակ ունեցել է։ Deep State-ի այսօրվա հրապարակումը մի քիչ առաջ, որը որ մենք տեսանք, բավականին կարևոր է այն առումով, որ հստակ ասում է, որ Ուկրաինան կարողանում է առաջընթաց գրանցել նաև ռազմի դաշտում, ոչ միայն անօթաչող սարքերով, այլ հստակ նաև հողի վրա, եւ այսօր կարողացել են ուկրաինացիները ազատագրել Իլիա գյուղը Դնեպրապետրովսկում։ Այնց ռուսներն էլ հայտարարում են, որ նոր գյուղ են կարողացել գրավել Դոնբասի շրջանում, այսինքն փոքրիկ գյուղեր են ազատագրում կամ գրավում, եւ դա շատ մեծ հաղթանակների տեղ են փորձում մատուցել։ Դա լավ է, որ Ուկրաինան կարողանում է ազատագրել իր գյուղերը, բայց ընդհանուր իրավիճակը մեզ հուշում է այն, որ ոչ Ռուսաստանի Դաշնությունը, ոչ էլ Ուկրաինան շատ լուրջ առաջընթացներ չունեն կոնկրետ հողի վրա, բայց տենդենց է հստակ նկատվում ուկրաինական կողմի համար, որ Ուկրաինան կամաց-կամաց արդեն անցնում է հակահարձակման, փոքրիկ հաջողություններ գրանցում է, երևացող հաջողություններ գրանցում է։ Եվ վերջում անդրադառնանք Բլումբերգի հրապարակմանը, որը որ վերաբերվում է ուկրաինական հարվածներին Ռուսաստանի խորքում։ Բլումբերգի տվյալներով Ուկրաինան փոխել է իր
մարտավարությունը, եթե նախկինում նավթի վերամշակման գործարանների էր եւ նավթային օբյեկտների էր հիմնականում հարված հասցնում, ապա մի փոքր հիմա թույլատրել է այդ հարվածները ավելի շատ կենտրոնանալով նավատորմի վրա, նավերի վրա, Սև ծովում եւ Ազովում, դրա համար կամած մի փոքր կարգավորվել է սկսել նավթային ճգնաժամը Ռուսաստանի տարբեր քաղաքներում։ Մենք տեսնում ենք, որ ոչ միայն նավեր ուղղությամբ է իրականում փոխել Ուկրաինան տակտիկան, նավերի եւ նավթավերամշակման գործարանների, այլ նաեւ Valperis ընկերության։ Հիմնականում այսքանը, սիրելի հայրենակիցներ, հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։